Թերևս խոսքը սկսեմ Տիկին Արփի Դավոյանի արած արտահայտությունից, լոռություն բնորոշ արտահայտությունը գեղից մարդ կա։ Տիկին Արփի Դավոյան, գեղերից մարդ կա։ Այս ֆիքս ենք, էլի։ Նաև հարգելի Տիկին Արփի Դավոյան, կարծում եմ, որ մայիսի 16-ի հետ կապված մեծավանցիներից, արժանապատիվ մեծավանցիներին խաժամուժ անվանելու հետ կապված առնվազն պիտի ներողություն խնդրվի այս ամբիոնից, որովհետև հարիս չի ազգային ժողովի падգամավորին մեր հասարակության թեկուզ այն հատվածին, որը չի կիսում ձեր քաղաքական հայացքները, կոչել խաժամուժ։ Ու քանի որ այս թեմային ենք անդրադառնում, կցանկանայի նաև Տիկին Թագուհի Ղազարյանը, աղջի ալվարդ բառակապակցությունը, դուք ձայնագրությունները իրականացնում եք, հրապարակում եք, գալիս եք այստեղ, այս ամբիոնից, առօրյա խոսակցական ոճով մարդկանց մասին արտահայտություններ անում, քմծիծաղով մեկնաբանում, ստանում աջակցություն, ժոր ծիծաղելու չի էլի, դա լացելու է։ Չի կարելի այդ տեսակ մեր հայրենակիցներին թիրախավորել, արտահայտությունն անել ու սենց ինչ-որ կամահրական արտահայտությունը կրկնել։ Սա ևս կխնդրեմ նկատի ունենալ, որովհետև նորից եմ կրկնում, ազգային ժողովի падգամավորին հարիս չի, թեկուզ ձեր հայացքները չկիսող քաղաքացիների նկատմամբ այդ տեսակ վերաբերմունք ու այդ տեսակ արտահայտություններ թույլ տալ։ Եվ կփորձեմ չեմ ուզենա ընդհանրապես սենց ելույթս նվիրեմ Արփի Դավոյանի ասած կետերին, բայց կփորձեմ սենց շատ հակիրճ անդրադառնամ, որպեսզի ինչ-որ բաց բաներ չմնա։ Ապօրինի գույքի հետ կապված։ Տիկին Արփի Դավոյան, այդ տեղեկատվությունը մամուլում դրված է, բաց է, բոլորը կարդացել են, դուք ձեր ցանկությունը երևի արտահայտելու, որ տեսնեն մարդիկ մեր տարածաշրջանի, մեր գյուղերի, բոլորը տեսել են։ Մեր պապական տունն է, շատ հասարակ գյուղական կոլորիտով տուն է, այստեղ շուկայական, երկրորդական շուկայից գնված բնակարանն է, մի 10 տարի առաջ վարկով, որը իդեպ դեռ շարունակական փուլում է, Տեսլա մակնիշի մեքենա է, GX470 մակնիշի մեքենա է 2008-9 թվականներին, պարոն Արամ Խաչատրյանը շատ լավ գիտի այդ մեքենայի պատմությունը, թե ինչպես է եղել, ինձ թվում է, որ հարցնեք ինքը շատ ավելի մանրամասն կպատմի, երբ հեղափոխությունից հետո պարոն Խաչատրյանը նշանակվեց մեր մարզի մարզպետ։ Հողամասեր կան, վարելահողեր են, որտեղ իմ հայրը զբաղվել է գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ, վարելահողեր են, որոնք իրենցից ներկայացնում են այնպիսի արժեք, որ ցանկացած գյուղում ապրող մարդ դա պիտի ունենա։ Երբ որ մարդը գալիս ասում է իմ հողամասը ես ուզում եմ վաճառեմ կամ չեմ կարողանում ոչ ճիշտ կառավարման արդյունքում հողը մշակեմ, գյուղացիները փորձում են այնպես անել, որ ոչ մի անմշակ հող գյուղերում չմնա։ Գիտեք ինչն է պատճառը, որ ապօրինի գույքի բռնագանձումները դուք օգտագործում եք ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց ճնշման քաղաքական գործիք։ Եվ եթե իմ այս վարույթը եւ չէր լինի, եթե իմ հոր արժանապատիվ կեցվածքը չլիներ։ Արժանապատիվ կեցվածք, որը դրսևորվել է այս տարիներին, կարող եմ ասել նաեւ մինչեւ այդ էր, որովհետեւ իր պաշտոնավարման ժամանակահատվածում իմ հայրը միշտ բարձրացրել է ժողովրդի խնդիրները ու կապ չունի, թե ինչ կառավարություն է եղել կամ ովքեր են եղել այդ կառավարության գլխին։ Մենք ձեր պատկերացրած ունեցվածքը չունենք, Տիկին Արփի Դավոյան, ու ես հպարտ եմ այն ինչ որ ունենք, հալալ, արդար քրտինքով ունենք։ Ու ես ճակատս պարզ, գլուխս բարձր, մտնում եմ մեր համայնք, շփվում եմ մեր համագյուղացիների հետ, որովհետև այդ նույն համագյուղացիները գիտեն, որ թե ինչպիսի կենսագրություն ունի Մհեր Վարդանի Գևորգյանը ու ինչպիսի կենսագրություն ունեմ ես, որովհետև ես դա գիտակցել եմ, որ պաշտոնյայի զավակ եմ ու պիտի պահեմ հավուր պատշաճի, ունեմ այնպիսի դաստիարակություն ու այնպիսի շնորհք, որ որոշակի հանգամանքների այս ամբիոնից չեմ անդրադառնա։
Ինչ վերաբերում է նաև քարոզարշավի ժամանակ, որ ասում եք իմ հայրը մտնում է տներում, խնդրում, որ ունեցվածքը չկորցնի։ Նորից եմ կրկնում, մենք այդ ունեցվածքը չունենք։ Ու այո, մտել է տներ, խնդրել է, որպիսի տեղի ունենա փոփոխություն, եւ մենք կարողանանք հասնել այդ փոփոխությանը, եւ մենք կարողանանք մեր երկիրը բերենք դնենք այն ուղեցրի վրա, որը որ պատկերացնում ենք, որպիսի վաղը մյուս օր մենք այլ խնդիրների առջև չկանգնենք։ Այո, այդ մասով քարոզարշավ իրականացրել է։ Սա ձեր ժողովրդավարությունը մարդկանց իրավական գործիքներով, քաղաքական դրդապատճառներով հետապնդելն է։ Շատ լավ։ Ինչ վերաբերվում է բյուջեին ու կոմբայնին, դուք տեսել եք Կուրթանի բյուջեն, կամ Գյուլաքարակ խոշորացված համայնքի բյուջեն տեսել եք։ Կուրթանի բյուջե, կոմբայնի գինը 38%-ն է Կուրթանի բյուջեի, 99-ից մինչև 2017 թվականը, միջինացվածով 38%-ն է, իսկ խոշորացված Գյուլաքարակ համայնքի, որը որ նոր էր խոշորացվել 2017 թվականից 21 թվականները, կազմում է սեփական եկամուտների 63%-ը, այլ հարց է, որ 21 թվականից մինչև այս պահը, երբ որ դուք կոպիտ ասած վերցրեցիք Չակերտավոր իշխանությունը Գյուլաքարակ խոշորացված համայնքում, ինչի չեք դիմել, որ կոմբայն ունենանք։ Այս հարցով ինչի չեք զբաղվել։ Երբ որ դուք հիմա ինձ ասում եք, թե ինչի այն ժամանակ չեն դիմել կոմբայն ստանալու համար։ Այն ժամանակ լիքը ծրագրեր են արվել՝ լուսավորություն, ասֆալտ, մանկապարտեզ, մշակույթի տուն, աղբահանություն, իդեպ 2017 թվականից 2021 թվականներին աղբահանությունից 3 միլիոն դրամ մտել է բյուջե, իսկ 21-ից մինչև այս պահը 0 դրամ։ Այս էլ արձանագրենք։ Ու այդ տեխնիկան, աղբահանության համակարգը, լուսավորության համակարգը, ասֆալտապատում գնացել եք այդ տարածքը։ Դուք ասում եք Վարդավլուրի ու Հոփարցի թորեք։ Դուք այդ տարածքով այս վերջերս գնացել եք, դուք այդ ճանապարհների վիճակը տեսել եք։ Վերջի անգամ այդտեղ ասֆալտապատումը արվել ընդամենը այն ժամանակահատվածում, երբ որ ուրիշ էր իշխանությունը, երբ որ ձեր ԿՊԱ-կան կուրացիայի տակ գտնվող մարդը չէր իշխանության։ Սա էլ անցանք։ Ես ուզում եմ մի այլ հարցի անդրադառնամ։ Ինչ է արել ձեր ԿՊԱ-կան համայնքապետը։ Ձեր ԿՊԱ-կան համայնքապետը մի անգամ մտել է այդ համայնքները, գույքագրել խնդիրները, որ գյուղացիներն էլ իրեն հարցնեն, որ կոմբայնի խնդիր ունենք, որ իրենք էլ դիմեն կոմբայն բեր։ Ինչի չեն արել։ Դուք ընդամենը լայքերի համար մարդկանց աշխատանքից ազատում եք։ Դուք ընդամենը ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հասարակ տեղեկանք չեք տրամադրում։ Ասում ենք եկեք նկարվենք քարոզարշավի ժամանակ, ասում է, չէ, գիտեք ինչի, որովհետև հենց նկարվեցի, տեսնելու եմ, որ ես ձեզ հետ եմ, գնալու եմ համայնքապետարան, տեղեկանք չեն տալիս։ 5-րդ երեխայի ծրագրի հետ կապված դիմել են համայնքապետարան, որպեսզի հասցեի ճշգրտման տեղեկանք տան ու չեն տալիս։ Կամ չեն ուզում տան, կամ կոմպետենտությունը չի հերիքում այդ մարդկանց, որ հասկանան ինչ տեղեկանք պիտի տան։ Խնդրում եմ նաև այս հարցերին անդրադառնալ։ Հաջորդը պրիմիտիվ հարցեր, որոնք համայնքներում շատ մնացել են օդից կախված։ Տեղեկանքներից սկսած գազը, ջուրը, լուսացույցը։ Վերջերս գնացել էինք Մասեսի տարածաշրջանի գյուղերից մեկը։ Հասարակ լուսացույցը, ճանապարհի կարգավորման համար մարդիկ ասում են տարիներով դիմել ենք, ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում, չեն տեղադրում այդ լուսացույցը։ Հիմա հստակ բերեք արձանագրենք, 3 ձեր մարզպետը որոշում է ստորագրել, հունձը սկսվում է, Երեկվանից հունձը սկսվել է, ձեր մարզպետը, Լոռու մարզպետը որոշում է ստորագրել ընտրությունների օրի նշանակման հետ կապված, մտել է բարեգործական արգելքը։ Ինչ ենք անելու։ Կոմբայնը հասել է գյուղի կենտրոնում կանգնած է։ Ոնց ենք կազմակերպում։ Ես առաջարկ ունեմ։ Բերեք ձեր մարզպետին ասենք, մի ամսով այս կարգավորումը հետաձգենք, մարդիկ չկանգնեն լուրջ հարցի առջև։ Որովհետև այդ կոմբայնը մարդկանց շատ է օգնելու։ Սիրելի հայրենակիցներ, արձանագրենք այս փաստը, որ կոմբայնը հասել է տարածք,
ու պիտի իրականացներ հունձը, որը երեկվանից է սկսվել, չգիտեմ, դա պատահականություն էր, զուգադիպություն էր, մարզպետը, խնդրում եմ 30 վայրկյան։ Մարզպետը 3 որոշում է ստորագրել ու բարեգործության արգելքը մտել է։ Ոնց են կարգավորելու այս հարցը։ Խնդրում եմ, սա եկեք քննարկենք, թեկուզ մի ամսով մինչև հունձը կավարտվի, այդ բարեգործական արգելքի պատճառով մարդկանց չտանենք, դատենք, փակենք, մարդկանց օգնենք, մեր հայրենակիցներին օգնենք։ Բոլորը սպասում էին դրան։ Ինչպես նաև մենք ունենք այնտեղ լիքը բարեգործական ծրագրեր, տրանսպորտի հետ կապված, ավարտում եմ, կներեք, տրանսպորտի հետ կապված։ Կամ կարգավորեք այդ խնդիրները, կամ թողեք մենք կարգավորենք, ժողովուրդ։ Մենք հենց ուզում ենք կարգավորենք, գալիս եք տրանսպորտը կանգնացնում եք։ Հաջորդի կանդրադառնամ, շնորհակալություն։